Ողջունում եմ ձեզ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, եւ քանի որ արժևում սիրո տոներն է, որոշել եմ ձեզ օգտակար խորհրդով լինել օգտակար։ Մեզ ինչ է հարկավոր, ինչպես կարող ենք անել, որ մեր սիրելին լինի մեր կողքին, իսկ եթե դեռ ամուսնացած չենք, ամուսնանանք, իսկ ովքեր չունեն բախտուսեր անպայման գտնեն։ Մեզ անհրաժեշտ է 2 հատ այսպիսի թղթե սրդիկ, որը դուք կարող եք կտրեք եւ ունենաք եւ հետևեք, տեստեք, թե ինչ եմ ես ձեզ հետ այսօր բացահայտելու։ Մեր սրդիկի վրա գրում ենք մեր անունը, մեջտեղի հատվածում ժողովուրդ ջան։ Մեկինը գրում ենք մեր սիրելիի անունը։ Տեսեք։ Այս իմ անունն եմ գրել, այս սիրելիիս անունն եմ գրել, սիրելի հետևորդներ ջան, եւ մեզ ինչ է անհրաժեշտ, մեզ անհրաժեշտ է կարմիր մոմ, իմ ձեռքի տակ այսպիսի գեղեցիկ վարդից մոմ է, անպայման մոմը պետք է լինի ամբողջությամբ կարմիր, ոչ թե վրան կարմիր, մեջը սպիտակ, այլ ինքը պետք է լինի կարմիր։ Մեզ անհրաժեշտ է 2 կոնֆետ, եւ մեզ հարկավոր է այսպիսի կարմիր լենտ, տիսմավոր ասում ենք։ Ուրեմն ինչ ենք անում։ Նախ եւ առաջ մեզ անհրաժեշտ է, որ մեր ցախ ձեռքի մատնեմատից վերցնենք այրուն։ Տեսեք արուն։ Եվ այդ արունը 3 կաթիլ կատեցնում ենք մեր անունի վրա, սիրելի հետևորդներ ջան։ 1 2 3 Տեսեք։ Այնուհետև վերցնում ենք մեր կարմիր մոմը, վառում ենք, եւ մեր կարմիր մոմի կատոցքը կատացնում ենք մեր սիրելիի անունի վրա 7 կաթիլ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ 1 2 3 4 5 6 7 7 կաթիլ կատացնելուց հետո, տեսեք, անմիջապես մեր անունի սրդիկը կպցնում ենք իր հետ, տեսեք, քանի տակ է, որպեսզի ինքը կպնի։ Եվ ինչ ենք անում։ Սրտիկի հետևի մասում, որտեղ որ սիրելիի անունն էր, գրում ենք հետևյալը. Ոնց Ադամը գնաց Եվայի ետևից, այդպես էլ թող Հիսուսի կամքով նշում եք ձեր սիրելիի անունը եւ ասում. Գա իմ հետևից, երբեք առանց ինձ, մի րոպե, մի վայրկյան չմնա, Հիսուսի անունով, ամեն, ամեն, ամեն։ Այնուհետև նորից վերցնում ենք մեր ցախ մատնեմատից այրուն 3 կաթիլ, կատացնում ենք ամեն կոնֆետի վրա թղթի 1 2 3 1 2 3 Տեսեք իմ շատ սիրելի հետևորդներ ջան, եւ անպայման թղթի վրա կատացնում ենք 3 կաթիլ մեր կարմիր մոմից 1 2 3 կոնֆետի թղթի վրա 1 2 3 Եվ մեր մոմը հանգեցնում ենք, տեսեք, և ասում ենք հետևյալ խոսքերը, ոնց այս կոնֆետներն են քաղցր ու համեղ, այդպես էլ թող իմ սիրելին, այս կոնֆետը ուտելով առանց ինձ մի րոպե, մի վայրկյան չկարողանա ապրել, ես էլ իր համար լինեմ այս կոնֆետի նման, քաղցր, համեղ և ցանկալի, Հիսուսի անունով, ամեն, ամեն, ամեն։ Այնուհետև մեր այս 2 սրդիկները, տեսեք, որ արդեն կպել են, այս 2 կոնֆետները դնում ենք այսպես իրար վրա եւ այս լենթով, սիրելի հետևորդներ ջան, այսպես սիրուն փաթաթում ենք, երբեք քարկապ չենք գցում եւ 3 օր դնում ենք մեր գլխի տակ գիշերը քնելուց բարձի, դնելուց առաջ ասում ենք. Տեր իմ փրկիչ Հիսուս Քրիստոս, քո սուրբ զորությամբ Տուր ինձ բախտ, սեր, թող քու կամքով լինի, թող ես էլ գտնեմ իմ կեսը, ինչպես Ադամն առանց Եվայի չկարողացավ, այդպես էլ թող իմ սիրելին առանց ինձ չկարողանա, Հիսուսի անունով, ամեն, ամեն, ամեն։ 3 գիշեր սա դնում եք ձեր գլխի տակ քնում եք, հաջորդ օրը, այսինքն 4-րդ օրը,
Բացում ենք այս լենտը, սիրելի հետևորդներ ջան, այսպես քանդում ենք։ Կոնֆետը մեկը մենք ենք ուտում, մեկը տալիս ենք մեր սիրելիին։ Իսկ եթե սիրելի չունենք, կոնֆետի մեկը պահում ենք նորից մեր այս լենտի ու սրդիկի հետ։ Իսկ եթե սիրելի ունենք, մեր սրդիկներն ու լենտն ենք պահում։ Այսպես նորից չենք մոռանում, որ քարկապ չի կարելի գցել։ Պահում ենք մեր պահարանում այնպիսի մի տեղ, որ երբեք ոչ մեկ չկդնի։ Ովքեր սիրելի չունեն, երբ որ ամուսնանան կարան կոնֆետը տան սիրելիին, իսկ ովքեր ունեն, կարող են միասին ուտել։ Պետք չի, որ բացեք այսպես մոմը ցույց տաք, այլ բացեք սուրճի հետ դրեք։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ես ուզում եմ, որ յուրաքանչյուրդ գտնեք ձեր բախտը, ձեր սերը, ձեր երջանկությունը եւ յուրաքանչյուր կին լինի երջանիկ, լինի բախտավոր եւ յուրաքանչյուր կնոջ սպասվի։ Փոքրիկ բալիկ, որ դուրը բացեք նես մտնեք, մի հատ սիրուն պուճուրիկ մարդ ձեզ ասի մամ ջան եկաք, ես ձեզ բոլորի դանչափ շատ եմ սիրում եւ ուզում եմ, որ դուք իրականում սիրելի հետևորդներ ջան լինեք անսահման երջանիկ, որովհետև յուրաքանչյուր կին երջանիկ է, երբ որ ունի ընտանիք, իսկ այն մարդիկ, ովքեր ունեն իմ օգնության կարիքը, կարող են զանգահարել 077 49 48 28 հեռախոսահամարով կամ կարող են զանգահարել 098 80 89 30 հեռախոսահամարներին մեծ սիրով ու ջերմությամբ կօգնեմ ձեզ, մնացեք բարով իմ սիրելի հետևորդներս։